Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, նաև Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի վարչապետներ Քիր Սթարմերը եւ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև մասնակցելու կամավորների կոալիցիայի հանդիպմանը։ Առաջնորդները հայտարարությամբ կոչ են արել Ռուսաստանին համաձայնել 30-օրյա լիարժեք եւ առանց պայմանների իրադադարի։ Նրանք վերահաստատել են աջակցությունը ԱՄՆ նախագահ Թրամփի խաղաղության համաձայնագրի կոչերին եւ հորդորել Ռուսաստանին դադարեցնել կայուն խաղաղություն ապահովելու ջանքերին խոչընդոտելը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել հնարավորինս շուտ աջակցել խաղաղության բանակցություններին, քննարկել հրադադարի իրականացման տեխնիկական հատվածը եւ պատրաստվել լիարժեք խաղաղության համաձայնագրի։ Երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նաեւ մեծացնել իրենց աջակցությունը Ուկրաինային։ Իրանը համաձայնել է շարունակել բանակցություններն ԱՄՆ-ի հետ միջուկային վիճահարույց ծրագրերի շուրջ հանդիպումների 4-րդ փուլը տեղի կունենա վաղը Օմանում, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին, պնդելով, թե այդ հանդիպումներում առաջընթաց կա։ Ամերիկյան կողմից ըստ Reuters-ի հանդիպմանը կմասնակցի նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Պատվիրակություններին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ բարձրացված հարցերը քննարկելու համար, սակայն կարևորն այն է, որ մենք առաջընթացի վրա ենք եւ աստիճանաբար մտնում ենք մանրամասների մեջ։ Իրանական լրատվամիջոցներին ասել է Արաղչին։ Չինաստանի փոխվարչապետ Հելի Պենգը Ժնևում հանդիպել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հետ, հաղորդում է Չինաստանի պետական Սինհուա լրատվական գործակալությունը։ Reuters-ը եւս հաստատում է այս լուրը հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։ Սա երկու գերտերությունների միջև առաջին հանդիպումն է շաբաթներ շարունակված լարվածությունից հետո, որը հանգեցրեց աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև ապրանքների ներմուծման մաքսատուրքերի 100%-ից ավելի բարձրացմանը։ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը չեղարկել է Իսրայել այցը, որը ծրագրված էր հաջորդ շաբաթվա սկզբին։ Պենտագոնի ղեկավարը Իսրայելում պետք է լիներ մայիսի 12-ին։ Նախատեսված էր նրա հանդիպումը Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի, նաև երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Սպիտակ տունն էլ հայտնել է, որ Դոնալդ Թրամփը մայիսի 13-ից 16-ն այցելելու է Մերձավոր Արևելք, այցի շրջանակներում լինելու է Սաուդյան Արաբիայում, Կատարում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։ Սի Ցզինփինը հանդես է եկել գլոբալ անվտանգության ընդհանուր համապարփակ համատեղ եւ կայուն հայեցակարգի օգտին, ընդգծելով բոլոր երկրների անվտանգության օրինական շահերի հանդեպ հարգանքի անհրաժեշտությունը։ Ճգնաժամի արմատական պատճառները պետք է վերացվեն։ Չինաստանը ողջունում է խաղաղ նախաձեռնությունները եւ հույս ունի, որ Մոսկվան ու Կիևը կարող են հասնել փոխընդունելի համաձայնության, ասել է Չինաստանի նախագահը։ Իր հերթին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ըստ Չինաստանի արտգործնախարարության հայտարարության հաստատել է, որ Մոսկվան պատրաստ է առանց նախապայմանների սկսել խաղաղ բանակցություններ եւ ձգտում է արդար եւ կայուն խաղաղության պայմանագրի։